Հայաստան համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում։ Շուշին համայն հայության ուշադրության կենտրոնում նոյեմբերյան հեռուստամարաթոնից հետո արդեն սկսվել են առաջին ծրագրերը։ Գորիսի տարածաշրջանային սրտաբանական հիվանդանոցի շենքն արդեն կանգնած է։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի աշակերտները սովորում են նոր դպրոցում։ Ամերիկահայ նկարիչ Վարազ Սամվելյանի կտակով Արթիկ քաղաքում կառուցվում է մշակույթի տուն։ Հայաստան համահայկական հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից 4-ը ձեռք-ձեռքի հաղորդաշարի այս թողարկման մեջ։ «2009 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամի աշխարհասփյուռ կառույցների ուշադրությունը սևեռված էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի խնդիրների վրա։ Ամենուրեք կատարվում էին դրամահավաք միջոցառումներ, որոնց ամփոփումը 16 միլիոն ամերիկյան դոլարի տպավորիչ արդյունքով եղավ նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում։ Իհարկե, կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ հայտնի արձանագրությունների հետ սպասելիքները շատ չէին եւ յուրախություն բոլորիս նոյեմբերի 26-ին այդ սպասումներից ավելի գումար հանգանակվեց եւ այսօրվա դրությամբ կազմված ծրագրերի մեծ մասը իրագործման եզրին են։ Ջրամատակարարում, դպրոցների եւ մշակութային հաստատությունների վերակառուցում, փողոցների եւ բնակելի շենքերի բարեկարգում։ 2010 թվականին այս ծրագրերը պետք է իրականացնի Հայաստան հիմնադրամը։ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գեորգի Հայիրյանի կարծիքով ամենաառաջնահերթը ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումն է։ Այսօր կառուցել ենք արդեն Շուշի վերածնունդ հիմնադրամի միջոցներով կառուցել ենք ջրագիծը, սնուցող ջրագիծը Թադևոսի ջրաղբյուրներից եւ խնդիր ունենք լուրջ ներքին ջրամատակարարման ցանցը կառուցել։ Առաջի հերթին այս ծրագիրը պետք է իրագործվի Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով, ինչի արդյունքում Շուշի քաղաքի ամբողջ բնակչությունը կունենա շուրջօրյա ջրամատակարարում։ Առաջնահերթ է նաև Խաչատուր Աբովյանի եւ Մուրացանի անվան դպրոցների վերակառուցումը, քանի որ երկուսն էլ տեղավորված լինելով սովետական տարիներին կառուցված շենքերում հիմնարար փոփոխությունների եւ նորոգման կարիք են զգում։ Դպրոցը ներկա ժամանակաշրջանում ունի կապիտալ վերանորոգման խիստ կարիք, պատուհանները չեն համապատասխանում ստանդարտներին ու ստացող ջերմությունը հիմնականում կորչում է։ Անհրաժեշտ է դասարանները բերել համապատասխան կարգավորվածության, որպեսզի նորմալ մեր դասապարապմունքները կարողանան դեղով անցկացնել։ Վերակառուցումից հետո Շուշիի Մուրացանի անվան դպրոցի մի մասը կլինի ավագ դպրոց, մյուս մասը արհեստագործական ուսումնարան։ Որակյալ մասնագետների պահանջը բավարարելուց բացի, սա նաև քաղաքի բնակչության աճը խթանելու նպատակ է հետապնդում։ Որդեգրված քաղաքականության համաձայն պիտի մեր շրջանի գյուղական բնակավայրերի 10-րդ դասարան փոխադրված այն երեխաները, որոնք ցանկություն կհայտնեն սովորելու ավագ դպրոցում կամ ասենք արհեստագործական դպրոցում, նրանք համապատասխանորեն կգան Շուշի։ Այսօր այդ որոշումը կայացված է ոչ թե միայն արհեստագործական ուսումնարանի մասով, կայացված է նաև ագրարային համալսարանի մասով եւ շինարարական աշխատանքները սկսված են Շուշիում համալսարանի շենքի։ Հայաստան հիմնադրամի ծրագրերում ընդգրկված են նաև հին Շուշիի պատմամշակութային հուշարձաններ։ Կվերակառուցվի Մարիամյան օրիորդաց վարժարանի շենքը։ Դա երկար ժամանակ կտևի ամբողջությամբ վերականգնելուն, բայց կարելի է նաև այդ ավերակներից ստանալ զբոսաշրջության համար պիտանի վայր։ Կարևոր ամենից կարևոր քաղաքը լինի մաքուր, կանաչապատ, ապահովված բոլոր ենթակառուցվածքներով, կոմունալ հարմարությունները ամբողջությամբ լինի։ Դրան կարելի է հասնել շատ կարճ ժամկետում։ Կարճ ժամկետում էական փոփոխություններ կլինեն Շուշիի քաղաքային գրադարանում եւ մշակույթի պալատում։ Կնորոգվեն կենտրոնական հատվածում գտնվող սովետական տարիներին կառուցված մի շարք շենքերի տանիքներն ու ֆասադները։
իսկ կապիտալ նորոգման ենթակա 5 փողոցներից 2-ում արդեն սկսվել են շինարարական աշխատանքները։ Իհարկե դժվար է միանգամից բոլոր խնդիրները լուծել, բայց տարի արդեն բարձր դառնում, որ մենք ի վիճակի ենք խնդիրները լուծելու, եթե միասնական ենք։ Այսինքն մեր միասնականության մեջ է գաղտնիքը, այինիքը զարգացնելու։ Իր գոյության ամբողջ ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամը ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առողջապահության ոլորտներում։ Սկսած գյուղական բուժկետերի նորոգումից մինչև առողջապահական համալիր կենտրոնների կառուցում նպատակը մեկն է՝ բարելավել առողջապահության համակարգը, բարձրացնել բուժ սպասարկման որակը եւ մարդկանց ներշնչել հույս ու վստահություն բժշկի եւ բժշկության նկատմամբ։ Սրտաբանական այս կենտրոնը, որը կառուցվում է Գորիսում Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախաձեռնությամբ եւ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի համաֆինանսավորմամբ, տարածաշրջանային նշանակություն ունի։ Այն սպասարկելու է Հայաստանի հարավային շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հիմնական նպատակը բիլա սուր ինֆարկտների բուժել։ Եվ նաեւ ինչ համար ոչ Գորիսը ինքը եւ Հայաստանի մեջն է եւ Հայաստանի ամենաներկևի սահմանն է։ Ինքը կապ կարողանում աստեղծի Ղարաբաղի, Մեղրիի, Սիսիանի, ճիշտ ինքը մեջտեղն է։ Սա է հիմնական նպատակը այդտեղ Գորիսում հիվանդանոց կառուցել։ Կենտրոնի շենքն արդեն կանգուն է։ Կառուցված են նաև ջրահավաք ավազանն ու կաթսայատունը։ Ներքին կոմունիկացիաների տեղադրումից հետո շինարարները կսկսեն արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքը։ Ֆրանսիայի հայ բժիշկների միության ներկայացուցիչ Մհեր Սուսանին վստահ է, որ հիմնադրամի հետ համագործակցությունը դրական արդյունք է տալիս։ Արտասահման ճանաչում է հիմնադրամին եւ դրա պատճառով նաեւ հիմնադրամին հետ համագործակցեցին։ Ու ճիշտ արեցին, կարծում եմ հիմնադրամի հետ, որ ես կործանում եմ, ճիշտ կազմակերպությունը իր ամեն ինչով։ Մեր համագյուղացիների, մեր ուսուցիչների, մեր աշակերտների վաղեմի երազանքը իրականացավ եւ գյուղում ունեցանք նոր դպրոցական շենք։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում դպրոցի շենք վերջին անգամ կառուցվել էր 73 տարի առաջ։ Շինությունը, որտեղ կազմակերպվում էր սպիտակաշենցի երեխաների կրթությունը, մեղմ ասած չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Տորոնտոյի հայության նվիրատվությամբ կառուցված նոր դպրոցի առավելություններն անհամեմատելի են։ Իհարկե տարբերությունները ահռելի են հին դպրոցի եւ նոր դպրոցի եւ երեխաների նույնիսկ էսթետիկական դաստիարակության վրա ազդում է այս դպրոցական շենքը, որովհետեւ երեխաները տեսնելով մաքուր, գեղեցիկ, ժամանակակից դպրոցական շենք կարողանում են իրենք էլ հասկանալ, որ կյանքը իհարկե փոխվում է եւ դեպի լավը։ Եթե շենքը համեմատենք նախկին շենքի հետ, նույնիսկ առաջին պայմանը ջեռուցման հարցը, որ ջեռուցումը դա կատարվում էր փայտի միջոցով, վառարանների միջոցով, որը իհարկե ահագին դժվարություններ է առաջացնում եւ նույնիսկ դպրոցական շենքի սանիտարահիգիենիկ վիճակը հնարավոր չէ նորմալ պահել, բայց այդտեղ արդեն որ քանի որ կենտրոնացված ջեռուցումը կա, սայատուն կա եւ շատ հարմար է, մաքուր է լինում դպրոցը։ Հետո ասենք այնտեղ չկար այնպիսի սենյակ, որ մենք կահավորենք որպես համակարգչային սենյակ, այստեղ կա, չկար առանձին գրադարանը, սենյակը չկար, հիմա արդեն ունենք գրադարանը, ունենք դահլիճ։ Տարբերությունները իհարկե, եթե այսպես թվարկել ունենք, կարելի է շատ տարբերություններ թվարկել։ Հետո լուսավորությունը, որ ամենակարևորն է դպրոցի լուսավորությունը, շատ լավն է այստեղ։ Արդեն երեխաները իրենք էլ զգում են, որ պիտի պահեն, պիտի ասում աչքի լույսի պես է շենքը պահեն։ Սա Արցախում Տորոնտոյի հայության միջոցներով կառուցված 5-րդ դպրոցն է։ Առաջինը Ստեփանակերտի ֆիզիկա-մաթեմատիկական գիշերօթիկ համալիրն էր, որը կառուցվեց Ֆրանսիայի, Արգենտինայի, Մոնրեալի հայ համայնքների համագործակցությամբ։ Հետագայում Տորոնտոյի հայ նվիրատուները նոր դպրոցներ կառուցեցին Ասկերանի Շոշ, Մարտակերտի Մատաղիս եւ Վերին Հորաթաղ գյուղերում։
Ես ուղղակի այն բառերը չեմ գտնում ասել, որ կարողանամ մեր համագյուղացիների եւ անձամբ իմ անունից մեր երախտագիտությունը հայտնել Կանադայի Տորոնտոյի համայնքին։ Հայաստանի հյուսիսում գտնվող Արթիկ քաղաքում համահայկական հիմնադրամը կառուցում է մշակույթի տուն, որն ամերիկահայ նկարիչ Վարազ Սամվելյանի կտակի արգասիքն է։ Երևանում ծնված երկրորդ աշխարհամարտի տարիներին ճակատագրի բերումով Ֆրեզնոյում բնակություն հաստատած նկարիչը ցանկացել է մշտապես ներկա լինել հայրենիքում, իր ունեցվածքը ծառայեցնելով մշակութային օջախ ստեղծելուն։ Շինությունը կոնկրետ քաղաքի համար լավ նվեր էր, որովհետև սրա անհրաժեշտությունը կար։ Արտիկն է որպես մշակութային կենտրոն, բավականին մենք Արտիկ քաղաքում ունենք մարդիկ, որոնք զբաղվում են գրականությամբ, մշակույթով, մշակույթին մոտիկ մարդիկ են։ Դրա համար էլ խիստ անհրաժեշտ էր կառուցել Արտիկ քաղաքում նման մշակույթի տուն։ Առաջին հայացքից փոքր թվացող այս շինության ներսը բավական տարողունակ է։ Կա նախամուտք, ջեմասրահ, դահլիճ։ Ունենք շախմատի պարամունքների համար նախատեսված սենյակ 36 քառակուսի մետր, ունենք գեղարվեստի սենյակ, երկու հանդերձ ծարաններ, մեկը տերասանների համար է նախատեսված, մեկը սպասարկող հանդերձասրահ է, մարդկանց սպասարկելու համար։ Շինարարների գործը հիմա ներսում է։ Մոնտաժվում են ներքին կոմունիկացիաները, տեղադրվում է շենքի ապակե երթիկը, որն ապահովելու է ջեմասրահի ցերեկային լուսավորությունը։ Սա պետք էր Արտիկ քաղաքի համար եւ քաղաքի բնակչության համար։ Առանձնագի շնորհակալություն եմ հայտնում մեր արտասահմանյան բարերարներին, որոնց միջոցների հաշվին ոչ միայն Արտիկ քաղաքում, այլև հանրապետության տարբեր մարզերում իրականացվում է գեղեցիկ կառույցներ։ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերն իրականացվում են մեր հայրենակիցների նվիրատվություններով։ Ցանկացած նվիրատվություն, ցանկացած պահի նպաստում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորացմանը։ Նվիրատվություն կատարելու հատուկ օր եւ ժամ չկա։ Օրն ու ժամը որոշողը դուք եք, այսօր, հիմա, ցանկության պահին։